Վերդիկտ Երևան քաղաքի առաջնացյանի համավարության քրական դատարանը որոշեց մեղադրյալ Սամվել Գարգի Վարդանյանին։ Ավարտվեց ավտոբուսի գործի դատաքննությունը եւ դատարանը ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին մեղավոր ճանաչեց խուլիգանության համար, բայց արդարացրեց համացանցում падգամավորի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, խտրականություն տարածելու հոդվածներով։ Սամվել Վարդանյանը երկու հոդվածներով էլ արդարացում է պահանջում։ Իմ կողմից կատարված ակտերի հանցանքների չլինելու կոնտեքստում ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չի, ինքն էլ պահին եղել է իշխանության մաս ու իշխանություն, որին ես համարում եմ, որ պատասխանատու են Հայաստանի լրջագույն խնդիրների համար։ Մեկ տարի առաջ ավտոբուսում Սամվել Վարդանյանը հանդիպել էր անժամանակ իշխող քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հակոբ Ասլանյանին եւ որոշակի արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։ Դրանից հետո նրան ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել։ Հիմարա, այդ փողիչն են։ Մի խփի բիձա։ Այ Հակոբ Ասլանյանը դատականիստից հետո հնչեցրեց իր տեսակետը, ասաց, որ ինքը արդարություն է պահանջում։ Դատարանի առջև Սամվելը ինքն է իրեն տարել։ Ոչ մեկը նրան չի տարել դատարանի առջև, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս։ Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանելու, ես իմ շահերն եմ պաշտպանում։ Ես արդարությունը, ես չհասկացա։ Հենց այդպես չհասկացա։ Ընկնեմ Երևանով 800,000-ին ումը մի բան ինքն եմ շահերը պաշտպանեմ։ Դուք սխալ եք խոսում։ Սամվել Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակում է արդարություն պահանջել։ Նաև նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում իր տեսակետը իշխող ուժի նկատմամբ չի փոխվել։ Գիտեք, այսպես ասեմ, այս մի տարվա մեջ իմ մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ունեմ այն նույն մտքերը, ես ունեմ այն նույն քաղաքացիական դիրքորոշումը, ինչ ունեցել եմ անցած տարի ապրիլի 14-ին, 15-ին։ Ոչինչ, կրկնում եմ, ոչինչ իմ մեջ չի փոխվել։ Ուղղակի հաշվի առնելով, որ անկախ իմ կամքից, իմ հարազատներին, իմ քայլերը, գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառում, ինչպես նաև հետևելով իմ կողմից շատ սիրելի ու հարգելի պաշտպանների հորդորներին, ես իմ իշխանականներին հանրային պարսավանքի արժանացնելու գործողություններում, այսինքն մարտավարություններում փոփոխություն եմ անելու նման միջադեպի մեջ չհայտնվելու համար։ Սամվել Վարդանյանի փաստաբան Ուրբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև խուլիգանության հոդվածով նրան դատավորը մեղավոր է ճանաչում, բայց ամեն դեպքում սա չի նշանակում, որ նրան կազատազրկի։ Խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում, բայց միևնույն ժամանակ կա մեկ այլ հոդված քրեական օրենսգրքում, համաձայն որի առաջին անգամ արարք կատարած, ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն ազատազրկում նշանակվել Սամվել Վարդանյանի նկատմամբ չի կարող, իսկ մյուս հոդվածով, որը միայն ազատազրկում էր նախատեսում, 1-ից 4 տարի ժամկետով, միայն ազատազրկում էր նախատեսում, ատելության խոսք, դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Ես հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ, երբ Սամվել Վարդանյանին ձերբակալել էին, նա եւ նրա փաստաբանները ահազանգել էին, որ ձերբակալության ժամանակ քննչականի ճանապարհին ավտոմեքենան ոստիկանները կանգնացրել են, հայտարարել, որ հեռանում են իրենց բնական կարիքները հոգալու համար եւ այդ ընթացքում անհայտ անձիկ հարձակվել էին Սամվել Վարդանյանի վրա եւ նրան դաժան ծեծի ենթարկել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով, բայց ուղիղ մեկ տարի է անցել այդ դեպքից եւ դեռևս որևէ մեղադրյալ չկա։ Ոստիկանների անձը իհարկե հայտնի է, ինքնությունը բացահայտված է, այսինքն դա նախաքննության Անհրաժեշտություններ եղել են, նախաքննության համար դա գաղտնիք չէ, իհարկե ովքեր են այդ անձինք, եւ մեր համար առնվազն շատ տարօրինակ է, որ այդ անձանց մեղադրանք չի առաջադրվում առնվազն անփութության համար։ Պարզ պատճառով, որովհետեւ քաղաքական գործի հետ գործ ունենք։ Հաջորդ դատականիստը ապրիլի 14-ին է, այդ նիստին կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումը դատավորի վերդիկտի վերաբերյալ։